Որպես այս աշխարհում ապրող ժամանակավոր արարածներ, ոչ թե տեր ենք մեր ունեցվածքին, ոչ թե ամեն ինչ մեզ է պատկանում, այլ յուրաքանչյուրս համարվում ենք մեր կյանքի տնտեսները։ Ոչ միայն մեր անձնական ունեցվածքի, մեր ընտանիքի տնտեսն ենք, այլ հենց մեր մարմնի եւ մեր հոգու տնտեսն ենք համարում, որովհետեւ դրա տերը մենք չենք։ Ու գալու է ժամանակ, որ մենք պետք է հաշվետվության կանչվենք Աստծո առաջ ու պետք է տանք մեր տնտեսության հաշիվը, թե ինչպես վարվեցինք։ Մեզ տրված ժամանակը, ֆիզիկական միջոցները, առողջությունը, մտավոր կարողությունները մենք վատնեցինք, այսպես ասած, կոռուպցիոն կյանքով ապրելով, այսինքն սխալ ուղղությամբ տանելով, վատնելով, ինչպես որ ավետարանն է նշում, որ տնտեսը վատնեց։ Վատնել նշանակում է վատ չար նպատակներով ծառայեցնել մեզ տրված շնորհները, թե իրապես արժևորեցինք մեզ տրված այդ շնորհները եւ ժամանակը։ Բայց մյուս կողմից, եթե մենք ուզում ենք տնտեսից որևէ բան սովորել, սա այն հնարամտությունն է, որ նա գոնե վերջին պահին զգաստացավ եւ հասկացավ, որ պետք է իրեն տրված հնարավորությունը օգտագործի երկնքում կամ իրեն սպասող հաջորդ կյանքի այդ շրջանի համար ապահովություն ստեղծելու համար։ Այդպես էլ յուրաքանչյուրիս համար ամեն պահը կարող է լինել ճակատագրական ու վճռական, որպեսզի կայացնի այդ որոշումը, որ պետք է այլևս ետ դառնա իր չար ճանապարհից եւ աշխատի արդեն հավիտենական կյանքի համար։ Տերը, ծառայի Տերը գովում է ոչ թե տնտեսի Տերը գովում է ոչ թե նրա այդ խորամանկությունը, որ վատնել է իր ունեցվածքը եւ դրա միջոցով իր համար բարեկամներ է շահել, այլ նրա այդ կարողությունը, որ վերջի վերջո հասկացել է, որ այս կյանքում միայն հարստություն կուտակելը չէ։ Եթե առակի ընդհանուր տրամաբանությամբ ենք նայում, տեսնում ենք, որ տնտեսը ամբողջ իր այդ կառավարման շրջանում իր ունեցվածքի շնորհիվ իր համար հարստություն է կուտակել հավանաբար եւ նաեւ ավել տոկոսներ գրելով այդ ունեցվածքը օգտագործել է իշահ իրեն եւ երբեք որևէ մեկին լավություն չի արել, բայց երբ որ գալիս է պահը, որ նա զգում է, որ ծայրահեղ է արդեն իր վիճակը եւ ինքը պետք է անտերության մատնվի, հասկանում է, որ ինքը կարող է բարություն անելով մարդկանց շահել նրանց հոգիները։ Սա շատ կարևոր հանգուցային կետ է այս առակի մեջ, որ մենք յուրաքանչյուրս կյանքի ցանկացած պահի պետք է ունենանք այդ անդրադարձը, որ մենք էլ պետք է փորձենք շահել բարեկամներ, թե այս կյանքի համար, թե հավիտենական կյանքի համար։ Մենք այս առակից հետո տեսնում ենք Քրիստոսի կարևոր մի արձանագրում, որ ասում է անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ ստեղծեք։ Եվ սա մեզ ուսուցանում է, որ փողը ինքնին չեզոք երևույթ է եւ չի կարող լինել դատապարտելի, երբ որ ինչ-որ մեկը ունի գումար։ Բայց դատապարտելի է, երբ որ այդ գումարը մարդու համար զբաղեցնում է Աստծո տեղը։ Եվ մարդը արդեն սկսում է պաշտամունքի նման իր կյանքի նպատակ դարձնել միայն գումար աշխատելը ու Աստծով չհարստանալը։ Եվ երբ որ տեղի ունենում հակառակը, այսինքն Աստված է լինում առաջին տեղում, արդեն մնացած բոլոր մեր համար անհրաժեշտ, մեր կարիքների համար անհրաժեշտ միջոցները լինում են իրենց տեղերում։ Ինչպես եկեղեցու հայրերն են ասում, եւ Աստված լինում է առաջին տեղում, մնացած ամեն ինչ մեր կյանքում լինում է իրենց ճիշտ տեղերում։ Ահա այս մտածումներն է, որ ուզեցինք կիսվել տնտեսի առակի շուրջ, որ իրապես շատ խորիմաստ ու կարևոր առակ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որպեսզի անդրադարձ ունենա իր կյանքին, իրեն տրված ժամանակին եւ նյութական միջոցներին, օգտագործի դրանք երկնքում գանձեր կուտակելու համար, որովհետեւ մեր Փրկչի խոսքն է, որ ասում է, որտեղ ձեր գանձերն են, այնտեղ կլինի նաեւ ձեր սիրտը եւ միտքը։ Եվ իրապես, եթե մենք էլ մեր կյանքին նայում ենք, ինչի վրա որ շատ կենտրոնանում ենք, ինչի վրա որ շատ ժամանակ ենք ծախսում, մեր սիրտն ու միտքը լինում են դրանց հետ։ Եթե մենք ամբողջ օրը հեռախոսի մեջ ենք մտած, ինչ որ
ժամանց ապահովելու համար, անիմաստ ուղղակի մեր ժամանակը լցնելու համար, ապա տեսնում ենք, որ մեր ուշադրությունն ու սիրտը գտնվում է հեռախոսի մեջ, երբ որ միայն դրամի հետ է մեր սիրտը, ապա մեր մտածումները միայն ծավալվում է դրա շուրջ եւ արդյունքում մենք հոգեկան խաղաղություն չենք գտնում։ Եվ դրա համար է, որ մեզ Աստված հրավիրում է, որ ձեր գանձերը դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ ջանգը չեն ապականում եւ չեն տանում, գողերը պատերը չեն ծագում եւ չեն տանում, եւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ կլինի ձեր սրտերը։ Որպես պատգամ կամ ցանկություն ուզեի, որ յուրաքանչյուրս փորձենք մեր կյանքում մտածել սրա շուրջ, որ մի քիչ կտրվենք այս աշխարհիկ կյանքից եւ փորձենք ամեն օր մի փոքր գանձ, այսպես ասած, ավանդ դնել երկնքում, մի բարի գործի միջոցով, մեկին ներելու միջոցով, մեկի համար աղոթելու միջոցով, մեզ համար սկզբունք դարձնենք, որ ամեն օր հարստացնենք մեր երկնային գանձարանը։ Մենք դրա միջոցով կտեսնենք նաեւ, որ ներքին խաղաղություն ենք ձեռք բերում եւ իրապես մեր քրիստոնեական կյանքը դառնում է քրիստոնեական կյանք։ Այլապես կլինենք ընդհանրապես ընթերցողներ, որոնք այդ ընթերցածը երբեք գործի չենք վերածում։ Կլինենք անառակ որդու նման, ով ապաշխարում է, դարձի է գալիս, բայց հաջորդ փուլին չի անցնում, այսինքն տնտեսի նման բարեկամներ ու բարի գործեր, բարեկամներ չի շահում ու բարի գործեր չի կատարում։ Հետաքրքիր է, որ անառակ որդու առակի մեջ ավետարանը չի ասում, թե այդ դարձից հետո նա ինչ արեց կամ ավակ որդին ինչ արեց, այլ թողնում է բաց այդ հատվածը յուրաքանչյուրիս ընտրելուն, թե մենք լինելով այդ անառակ որդիները ինչպես ենք անելու դարձից եւ ապաշխարությունից հետո։ Մտածումներս եւ խորհուրդս այսքանն էին, եթե հարցեր կան, սիրով կպատասխանենք ու ավելի արդյունավետ ու ներգրավված լինելու համար։ Ինքը իր համար եկամուտ էր ապահովում ու այստեղ Տերը գոհում է ոչ թե նրա համար, որ իր ունեցվածքով դա արեց, այլ որ հասկացավ այդ պահը, որ ինքը կարիք ունի մարդկանց բարություն անելու, միջև այդ ապրումը ինքը չէր ունեցել ու զբաղված էր անընդհատ մարդկանց թալանելով ու իր գրպանը լցնելով։ Ինքը այդ ինչ որ ներքին փոփոխության պահ է ունենում, որ եթե ես մարդկանց բարություն անեմ, ապա իրենք մի օր ինձ կհատուցեն։ Ու սա արդեն իսկ մեծ փոփոխություն է, ու դա է գովում տնտեսը, Տերը հենց այդ հանգամանքն է գովում, որ վերջապես ոնց որ ասած հասկացավ, թե կյանքում որ նա կարևոր է։ Նաև ուրիշ մեկնություններ կա, որ ասում են, որ անիրավ տնտեսը ավել տոկոսներ է գրել, որ էլի իրեն վերցնի, ինքը շնորհում է այդ տոկոսները եւ թողնում է միայն այն եկամուտը, որ պետք է գար տիրոջը։ Այս առումով էլ է ինքը գովելի դառնում, որ ինքը հրաժարվում է կեղծիքի շնորհիվ իրեն հասնելիք եկամուտներից։ Անիրավ ձևերով արեք, այլ ինքը ընդհանրապես էլի շեշտադրելով իր հնարամտության վրա, ասում է, որ ինքը լինելով աշխարհիկ մարդ, ամեն ինչ, ամեն ջանք գործադրում է, ուղիղ ամեն կերպ աշխատում է, որպեսզի իր համար էլի հարմարավետություն ստեղծի, ինքը իր խնդիրները լուծի։ Ու ասում է, դուք էլ որպես լույսի որդիներ հնարամիտ եղեք ձեր հոգևոր կյանքի մեջ, բարեկամներ շահելու եւ ձեզ տրված շնորհները արժևորելու համար։ Մեր խոսքը, որ ով ունի նրան կտրվի, ով չունի կվերցնի, ինչի մասին է խոսքը։ Թե մի քանի առումներով կարելի է դա։ Հիմնական տրամաբանական մեկնությունը նաեւ որ մեզ են մեկնել ջերմարանի ժամանակ, նրա մասին է, որ ով ունի իրեն տրվածը գնահատելու եւ պահելու կարողություն, նրան ավելին կտրվի։ Իսկ ով չունի իրեն տրվածը գնահատելու, հասկանալու եւ գնահատելու կարողություն, եղածն էլ կվերցվի։ Ու տենց է իրականում կյանքում, երբ որ մեզ ինչ որ մի շնորհ է տրվում կամ թեկուզ միջոց է տրվում, մենք դա սկսում ենք սխալ օգտագործել, մենք էլ ենք զգում, որ մեզանից դա գնում է, վերցնում է։ Նախ տրվածը երբ որ օգտագործում ես, դրանով ինքը ավելի կենթանի անում քո մեջ, թեկուզ ասենք քարոզելու շնորհ կամ հավատքի ինչ որ շնորհ կամ Աստծո մասին ինչ որ գիտելիք, երբ որ դու ստանում ես ու քո մեջ պահում ես ու դրա մասին չես ասում, չես արժևորում, աղոթքով թարմ չես պահում, գնալով ինքը կորում է։ Ու հետո քեզ ավելին չի տրվում, որովհետև դու չես գնահատելու կարողություն չունես։
դրա մասն է, որ ով որ ունի կտրվի։ Թե չէ, եթե միայն նայենք, ասենք, նյութական առումով ով ունի նրան անընդհատ 10, մենակ դա անարդարություն է։ Ես նաև կամեցուց այդ քանքարների առակի մասով, ու այնտեղ որ առակի տրամաբանության մեջ մեկնում ենք, հասկանում ենք հենց այդպես, որ նրանք հասկացան իրենց տիրոջ կողմից տրված այդ դրամի արժեքը եւ ավելիով հետ վերադարձրեցին։ Իսկ այդ մի քանքար ստացողը չհասկացավ, թե իրեն ինչ է տրվել, ոչ մի ջանք չգործադրեց, դրա համար ունեցածն էլ հետ վերցրեց։ Կամեցողությունից էլ է գալիս, որ դու արժևորես քեզ տրվածը։ Պահպարաբերեց ու նաև դրա միջոցով մյուս մարդիկ էլ են աշխատանք ունենում, որ դու հարուստ լինես, սա դու ես անելու գործերը, հա? Աստված։ Ես ներել եմ կապված, ներել եմ գլոբալ հասկացություն, ներել ասիգատում, անյակրովից կոնկրետ ասյակներում, բայց ադրբեջանցիների հատық մեկ կոնկրետ ատերություն, ներել գլոբալ հասկացություն, ներել նաև այդ թշնամու։ Ասեմ ուրեմն, երբ որ Քրիստոս ասում է ների թշնամուտ, դա չի նշանակում, որ մենք պետք է մեր գլուխները կախ, սպասենք, երբ են գալու մեր վիզը կտրեն, ասենք մենք ձեզ սիրում ենք, երբ որ խփեն մյուս այդը դարձնենք, դա ընդհանրապես դրա մասին չի։ Նախ այդ պատվիրանը տրվել է այն միջավայրում, որ կարգավորի եղբայրական հարաբերությունները, բայց սիրել թշնամուն ինքը քրիստոնեական ավելի խորքային առումով նշանակում է ցանկանալ թշնամու դարձի գալը եւ փրկությունը։ Մենք այդ առումով սիրում ենք ադրբեջանցիներին, ուզում ենք, որ իրենք այս սխալ ճանապարհից ետ դառնան ու փրկվեն, բայց երբ որ ինքը գտնվում է սխալ վիճակում ու միայն իր մտածումը մեզ ոչնչացնելն է, մենք չպետք է այդ սիրո անվան տակ մեզ բան անենք, դնենք զոհի տեղ ու միայն ներկայանանք որպես սիրող, ներող, մենք դրա դիմաց նաև ունենք այլ հատվածներ, որ մեզ Աստվածաշունչը լրիվ իրավունք է տալիս պաշտպանելու մեր իրավունքները։ Երբ որ Քրիստոսին անհիմն տեղը ապտակում են, ինքը պաշտպանում է ասելով ինչի համար եք ինձ ապտակում։ Եթե սխալ եմ, Եթե սխալ բան եմ արել, ասենք։ Ու չի անում ես մյուս այդից էլ դարձուր, այսինքն պատվիրան տվողը ինքը այս բանին չի անում, որովհետև այդ պատվիրանը վերաբերում է հատուկ իրավիճակի։ Երբ որ ասում են ներել, նշանակում է ինչ որ կոնֆլիկտի ժամանակ դու ավելի լայնախոհ գտնվես, որպեսզի չխորանա, այսինքն կրակի վրա փայտ չլցնելու տեղը ներես, զիջես ու կոնֆլիկտը հարթես։ Այդ ճանապարհն է մեզ ցույց տալիս։ Սիրել նաև տարբերություն, երբ որ ներել, ուղղակի դու դիստանցիա, դա է համարում ներել։ Երբ որ կոնֆլիկտը չես խորացնում, հետ ես քաշում, հա, ինքը ներելու մի տարբերակ է, բայց ամենամեծ ներելը, երբ որ քո սրտում դու իրեն հանձնում ես Աստծուն։ Դու ուզում ես բոլորի փրկությունը։ Իհարկե ինքը կարող է լինի շատ, այսպես ասած, մարտնչող վատ մարդ, որ անընդհատ վատություն է անում, դու պարտավոր էլ չես իրեն անընդհատ սեր ցույց տալու։ Այդ դեպքում պետք է իրանից հեռու մնաս, ինչպես որ ասում է, քո եղբայրը եթե անընդհատ խարատ է ժողովում ասես չլսի, քեզանից հեռացրու։ Բայց դու չպետք է երբեք նախաձեռնես իրան վատություն անես։ Չարիքի մեջ հարատեղում մարդուն դու հանձնում ես Աստծո դատաստանին ու թողում ես Աստծուն, որովհետև վրեժխնդրությունը Աստծունն է։ Սիրել բոլորին դա է նշանակում, որ դու հանձնում ես Աստծուն, ցանկանում ես բոլորի բարիքը, բոլորի փրկությունը, բոլորին հարգում ես, բայց որպես քո սրտի մոտ մարդիկ դու ունենում ես քո ներշրջապատը, որոնց իրապես վստահում ես ամեն ինչ ու բոլորին անխտիր նաև սեր ես տալիս։ Թշնամու սիրել նշանակում է ամփոփ որպես ասեմ, ցանկանալ նրա դարձի գալը եւ փրկվել։ Ոչ թե իր այդ վիճակը, որում հիմա ինքը գտնվում է։ Մենակ սրբերին հա տրված եղել թշնամուց զոհվել, կանցնել սպանել։ Չէ։ Մենք ունենք սրբել, որ լիքը թշնամիներ են կոտորել, հետո են սրբացվել, հա զորավարներ ունենք, բան ունենք։ Միանշանակ չի դա, էլի, որ մենակ պետք է զոհվեն։ Չէ, հոգևոր Նահատակների նկատի ունես։ Զորավարը Ականում եղել այն ժամանակ, երբ որ իրենց շրջափակել վերցրել են, անզեն են եղել ու միջևերս չեն ուրացել ու նահատակվել են։ բայց այդ հոգևորականը որ զենքա վերցրել, պատմադի չի որ սրբադասված լինի։
Հա, պարտադիր չէ սրբադասված լինի, բայց Աստծո համար սուրբ է։ Բոլոր սրբադասվածները չեն էլի, որ կան անհայտ սրբել լիքը, որ մեր մոտ ապրում են հիմա նաև։ Ուզում ասեմ, զենք վերցնելու պաշտպանվելը դա նույն աստվածադիր օրենքն է, որ ասեմ մի հատ հետաքրքիր բան։ Եհովայի վկաները հիմա նաև կյանքի խոսքը ավետարանչականները ասում են, որ մի սպանիր պատվիրանը արգելում է պատերազմում զենք վերցնել ու մարդ սպանել, ու ըստ իրենց սովորության իրանք միայն մի հատվածն են վերցնում։ Մի քանի համար ներքև որ կարդում ես, խոսում է քարկոծելու մասին, ասում է, երբ որ մեկը իր մորը հայհոյի կամ ինչ որ մեկին սպանեի, քաղաքից դուրս հանեք եւ քարկոծելով սպանեք։ Մի սպանիր պատվիրան տվող Աստված, մի այլ տեղ ասում է, որ որոշ պարագաներին պետք է այդ մարդուն սպանել։ Հիմա մենք այդ նույն տրամաբանության մեջ, երբ որ տեսնում ենք, որ այս բանը զորքը գալիս է, որ մեզ կոտորի, մեր երեխաներին կոտորի, մեր կանանց գերեվարի, մենք կատարում ենք մյուս պատվիրանը, մարդասպանի ձեռքն ենք բռնում։ Բայց երբ որ ես այդ հատվածը իրանց ասում եմ, ինձ ասում են դա 5 կտակարանից է, բայց մի սպանիրը 5 կտակարանից չի իրանց համար։ Երկակի են ամեն ինչի մոտենում, ու երբ որ մարդը սկսում է հատվածաբար աստվածաշունչը մեկնել, միշտ կարա ինչ-որ մի հատ նոր աղանդ հիմնադրել։ Ու ես չեմ կարծում էլի, որ 2000 տարի քրիստոնյա աշխարհը սխալ է հասկացել մի սպանիր պատվիրանը ու դրա համար պատերազմները շարունակվել են։ Այդ կապ չունի, պատերազմներ միշտ լինելու են, մարգարեներն են ասել միջև աշխարհի վախճանն էլ լինելու է։ Նայած դու ինչ դիրքից ես կռվում, ինչի համար ես կռվում եւ արդարակո պատերազմը թե չէ։ Դու կրանում, հենց ես դրամասն էի ասում, որ իր բանը դատաստանը հանձնում ես Աստծուց։ Ես կողմնակից եմ, որ թշնամուն պիտի սիրես, որովհետև իրականում մեր կյանքի իդեալը նա չէ, որ անընդհատ մենք թշնամիներ ունենանք, ու ես շատ անընդունելի էի համարում, որ ես նույնիսկ այս վերջին պատերազմի ժամանակ, թե ադրբեջանցիների կողմից, եւ թե մեր կողմից, որ իրար գերիներին խոշտանգում էին կամ բանել, դա հակաքրիստոնեական է, հակամարդկային է, երբեք չպետք է ինչ որ բան անես, գերու հետ կամ ձեռ առնես, էլի։ Անընդունելի է ինքը բոլոր պարագաներին։ Կռվի դաշտում սպանելը ուրիշ է, երբ որ արդեն ինքը անպաշտպան քո ձեռքին ա ու դու երեխեքին սպանել, կնոջը սպանել, ծերերին սպանել։ Իրենց կրոնը չի արդարացնում, իրենք ծայրահեղ կրոնական ուղղություններ ունեն, դրանք են արդարացնում, որ ինչ որ մի հատված էլի բանը մուսուլմանությունը ինքը իրականում բան է, էլի, մեծ ամենամեծ աղանդն է իմ համար, որովհետև էլի լիքը բաներ փոխել է Աստվածաշնչում Մուհամեդը ու զուտ իր նպատակը Ղուրանը ստեղծելու փոխելու նա էր, որ ամբողջներին բանանի ոգեշնչի դգնա պատերազմների ու տարածքներ գրավի, տենց էլ արել է։ Մի քանի համար է վերցնում, ուրիշ ձև է մեկնաբանում, որ պետք է անհավատներին կոտորել ու վերջ գնաց, բայց որ Ղուրանը իր բունեության մեջ քննես, իրականում տենց բաներ չունի։ Այդ սխալ մեկնաբանությունների արդյունքում է դառնում, ասենք ծայրահեղ իսլամիստների համար գյուտ, որ պետք է բոլոր անհավատներին կոտորել։ Դե դարեր առաջ է եղել, իրանց թևերը արդեն շուտվանից ձևավորվել են, իրանց մոտ դա արդեն դարձա հավատքի բան։ Ծայրահեղ ուղղություններ միշտ բոլոր կրոնների մեջ էլ եղել են ու տարածողները հատուկ նպատակով են միշտ անում ու օգտագործում։ 2 օր առաջ Արտուր Սիմոնյանի խոսքը տեսա, որ ասում է արդեն սպառնալիքով էլի, յանում մեզ այլևս աղանդ չասեք, թե չէ պետական բան պատասխանատվության կենթարկվեք, ոնց որ մի քիչ Նիկոլի բան է, թևեր էր անել ինքը վերջին հանդիպումից ու ուզում էին այդ իրենց աղանդասովը պատժվի ու հետաքրքիր է ինչ է, որ երբ որ ինքը ասում է ես ավետարանական եկեղեցու կյանքի խոսք թևի ներկայացուցիչն եմ։ Ավետարանական եկեղեցին Թուրքիայում ներմուծվել ցեղասպանությունից առաջ 1880-ական թվականներին ու այդ քարոզիչները, որ Ամերիկայից եկել են, իրանք միանգամից արտոնություն են ստացել սուլթանի կողմից, որ հայերի մեջ քարոզություն անեն, որովհետև սուլթանը հասկացել է, որ իր այդ ծրագրին մեծ աջակցություն ցույց կտան, պառակտելով հայերին ու իրականում այստենց էլ եղավ։ Ցեղասպանությունից առաջ լիքը հայեր պառակտված էին ու այդ պառակտման միջոցով չկարողացան շատ տեղերում
կազմակերպվել ինքնապաշտպանություններ, որ մի մասը ավետարանչական էին, մի մասը հայ առաքելական, մի մասը կաթոլիկ, ու այդ պատճառով չկարողացան միավորվել կատարել ինքնապաշտպանություն, որտեղ որ եղել է ինքնապաշտպանություն, անհամեմատ շատ քիչ են եղել զոհերը, որտեղ չի եղել, կոտորվել են քշվել անապատները, ու հիմա 100 տարի հետո իրանք եկել են երկուսով ոնց որ էլի նույն Թուրքիայի բանն են, թեզ են առաջ տալիս, որ իրանք աղանք չեն, իրանք կլավ է կարան ստեղ քարոզեն նույն արտոնությունները ունենան, բայց այն ժամանակ իրանք բանադրվել են, միջև հիմա այդ բանադրանքի տակ են, ու դեռևս չեն ազատվել դրանից, ու միշտ մնալու են աղանք, ու ամենավտանգավոր, նույնիսկ Եհովայի վկաններից վտանգավոր աղանք, որովհետև Եհովայի վկան հստակ է, որ Քրիստոսին չի ընդունում, մի քիչ այդ պարագային հեշտ է իրանցից խուսափելը, բայց իրանց պարագային իրանք երրորդության անունով են խոսում, ու վտանգները ավելի մեծ է։ Դե մեկ են, որ ասենք աջակցել են հեղափոխությանը, դա փաստ է։ Ինքը բան է, էլի բաժանի տիրի ասույթն է, որի միջոցով, կրոնի միջոցով, որպես հզոր գործիք բաժանում են ժողովրդին ու իրենց նպատակների համար ծառայեցնում։ Հիմա ինքը ունի, ասենք, 100,000 կամ ավելի քիչ հետևորդներ, ինքը արդեն մեծ ընտրազանգված է ու կարևոր իրադարձությունների ժամանակ աջակցում այս կամ այն ուժին, որը իրենց ներդրել է այստեղ ու դառնում է ազդեցության գործիք։ Կարա դրա տեղը ինքը իր առաջ ուրիշ խնդիրներ դնի, օրինակ ինչ-որ սովորությունից ազատվի, ծխելուց կամ հեռախոսի կախվածությունից, կամ ողորմություն անի, որ միջև չի արել, ինքը իր համար խնդիր դնի, որ ասենք այս 40 օրվա մեջ այսքան քանակի ողորմություն եմ անելու, ինքն էլ է լավագույն տարբերակն է, որ պարտքդ իմաստավորվի։ Եթե սնունդը պահելը դժվարանում եք, մեղվի չի ինքը։ Ասում եք մեր աղոթի, մեկ յամար որ աղոթում ես, աղոթում եք ինչ խնդրել մարդանը։ Ասում ես Աստծո խնամքին, ինչ որ քեզ համար կուզես նույնը խնդրի իր համար, բայց միայն լավ բաներ, չար բան երբեք չխնդրես, որովհետև չար բաները իրավունք չունեք խնդրելու, դե չէ մեզ է հետ գալու։ Մենք չպիտի թելադրենք էլի Աստծուն ինչ անի, մենք կարող ենք խնդրենք ընդհանրապես։ Հա, կարաս։ Ասենք դժվար քեզ կարող խնդրի, որ Աստծուն խնդրես, ասենք այդ մարդուն վրեժ խնդրի։ Չէ։ Իրար գործը։ Այդ բaragային ասում ես թողում եմ Աստծուն։ Ասում ես քո մտքում իր խնդիրը թողում ես Աստծուն։ Եթե Աստված հարմար գտնի կամ արժանի գտնի, որ այդ մարդուն պետք է ինչ-որ բանով խրատի, թույլ տա, որ ինչ-որ փորձանքի մեջ լինի, ինքն է որոշողը, բայց դու չպիտի որևէ բան քո մտքում ծրագրես ու ասես Տեր Աստված այսպես իրան պատժի կամ սենց պատժի։ Աստված հստակ ասում է իմն է վրեժ խնդրությունը եւ պատիժը։ Չկարաս իմ դատստես։ Այդ կարա, եթե դու անիրավված ես, դա էլ հաջորդ կիրակն է, էլի։ Եթե անիրավության են արել քո հանդեպ, դու անընդհատ կարաս խնդրես Աստծուց, որ քո համար արդարություն հաստատվի։ Ալութերորդ Սաղմոսը, որ հենց պատիժի մասին ասում դա Այսօրվա իրականության մեջ ինքը իրականում նույն խնդիրն է ինչ-որ են ժամանակ է եղել, որ փողը ունես դու ասենք, նայում ես ըստ կարիքի ինչ կարաս անես, եթե ընկերը դա իրապես կարիքի մեջ իրեն օգնես, եթե ինչ-որ հաստատության կարաս օգնես, իրանց օգնես, նաև կարիքավոր ծերերին, խնամքի կարիք ունեցող մարդկանց, լիքը ողորմություն անելու տարատեսակներ կա, բայց նաև չպետք է տանես 10 մարդկանց, ովքեր դասարկելն իրենց համար ապրելակերպել, այսինքն որ հակառակն է, ասենք դու հանդես ապրես չկա ծանոթություն, չկա կոմոդ, ասենք, նորմալ է, բայց եթե դու ունես պատասխանատվության շրջանակ, ասենք ամուսնացած ես կամ երեխաներ կամ ծնողներ ունես, դու նաև պարտավոր ես ինչ-որ բան աշխատել, որ իրենց խնամք տանես, չէ՞։ Լավ է, որ ցանկություն չկա, կախվածություն չկա, բայց մենք ունենք պարտականություն, որ պիտի անենք ամենից։ Հիսուսը ինքը իր հոր հետ աշխատում էր, դու պատուհաններ սարքում, որ օրվա ապրուստով ասել։ Կամ առաքյանները դուք էին տախում։ Այսինքն փող աշխատել է, որ բան չի, իրենք էլ ունեին բան, իրենց գանձարանը, որ հուդաներ պահում, իրենց ծախսերը օգալ համար։
փողից չպետք է վարեն ասել ու նույն ողորմությունները հիմա ես կարաս անես ու քո համար գանձեր կուտակեց երկու ասենք դուրս չկա ինքն տեղից ու հետաքրքիր էր որ 120,000 հոգի էին մնացել այնտեղ մենք այդ առաջարկները այնտեղ արեցին բան արեցին բայց այսպես ասած լավ տեղ չասավ էլի իշխանությունների մակարդակով բանով ու արդեն իսկ մի տեսակ ուշացածել էր այդքան կուտակվածը միանգամից սրբելը ու տեղափոխվել են այստեղ ստեղի հետ համեմատաբար իրենց վիճակը մի քիչ տանել է որովհետև այդ կորուստի բանի հայրենիքի կորուստի երևույթը ամեն դեպքում քեզ հոգևոր ինչ-որ բան տալիս է որ անդրադարձ ունենաս ու լիքը մարդ որ այնտեղ եկեղեցի չէր գնում այստեղ սկսել են հաճախել թեկուզ իմ հարևաններից բանից հիմա Գրիգոր Լուսավորը չեն գալիս զարմանում են մտածելով որ Արցախից դուրս գալուց հետո պիտի մեռանային Աստծուց ու հեռանային բայց հակառակն է եղել մեծ մասը հասկացել են որ դա պաստողոմի մեղքի ընդհանուր մեղքի արդյունք է որ թողել են հիմա հաստատ արցախցիների հոգևոր վիճակը ավելի լավ է քան այնտեղ եղած ժամանակ բայց բլոկադայի շրջանում էլ որոշակի բան կա թեթև արթնություն բայց ոչ այն չափի ինչ որ կար շարժման ժամանակ էլի ով կռվեր արցախցիները մտածում էին բայց արցախցիները ինչքան էլ կռվեին մի քանի օր էր մաքսիմում տևելու եթե աջակցություն չլիներ ու իրականում այդ երկու օրը այնպեսի կռիվ են տվել որ պատմելու չէ իրանց մոտ ասենք 500-ից ավել զոհ են տվել թուրքերը ու ավել այդ իրանք են տենց ասում բայց շատ է եղել մերոք շատ նվիրված միջև վերջ կռվել են բայց բլոկադայի մեջ եղած ժամանակ ասենք այնքան նեղություններ անցնելուց հետո լավ էլ կռվել են բայց մեկը տրամաբանորեն ռազմական գիտության տեսանկյունից էլ անհնար էր լրիվ շրջափակման մեջ լինելով կռվել նաև մեզ սկզբից խոստումներ բաներ եղել որ կռիվը սկսի Հայաստանի Քելվաջարից մտնելու է որը չի եղել դրաման եղել որ ոչ մի օգնություն չի լինելու դրա համար ուրիշ տարբերակ չկա հնարավոր էր մնալ Ադրբեջանի կազմում որը անկանխատեսելի է ինչ կլիներ չէ ուրիշ տարբերակով հնարավոր չէ արդեն խաղապանները պետք է ինչ որ բան որոշեն դե չեն ավել հիմա այս բանը չգիտեմ Գիտես ինչ նկատի ունի Քրիստոս երբ որ ասում է մի դատեք որ չդատվեք դա իհարկե երբ որ մենք մեզ որևէ մեկից բարձր ենք համարում ու մեզ իրավունք ենք տալիս որոշում կայացնելու տվյալ մարդը մեղավոր է փրկվելու է թե չի փրկվելու դատաստան անելը դրա մասին է որ մենք արդեն իսկ դիմացինին համարում ենք լրիվ անպիտան իսկ մեզ լավ միշտ էլ երբ որ մենք դատում ենք այդ դիրքից ենք դատում բայց առհասարակ երևույթները վերլուծել դատողական վերլուծության մոտենալ դա կարելի է երբ որ դու մեղքը տեսնում ես արձանագրես որ դա մեղք է փորձես զգուշացնել բան անել բայց այնպես որ մարդը դրա մեջ դատապարտություն չզգա այլ զգա որ դու իրան խնամք ես տանում եթե զգուշացնում ես իրան սիրելով ես ասում այսինքն երբ որ այդ դատելու մեջ դու սեր ես դնում դա արդեն դառնում է իր համար հոգևոր խնամք բայց երբ որ դու ասում ես դու վատն ես կամ կործանվելու ես դու մեղավոր ես ու վերջ այդ պարագային արդեն դառնում ես դատած որը դու չես կարող իրապես որոշել աստծո գործառույթը վերցնում ես քո վրա իսկ եթե երկու հոգով երրորդի մասին խոսում ես դատում ես ասում ես սենց վատ բաներ արել էդի դատել է թե բամբասել է թե ինչ Քրիստոս ասում է մի քանի հոգով վկայություն տվեք դա ինքը մեջբերում է այդ հերյական միջավայրում ընդունված ձևը որ վկաների միջոցով պիտի ինչ որ մի բան հաստատվի երբ որ մեկին մեղադրանք առաջադրում կամ սխալի մասին են ասում ոնց որ Մարիամ Մագդալենացուն բազմաթիվ մարդկանցով բռնած բերում են այսինքն արդեն իսկ փաստ է որ ինքը շնացել է ու վկաները շատ են
այդպես երբ որ մի քանի հոգով դատ են անում, այսինքն մարդու մեղքը արձանագրում են, այդ ժամանակ է դառնում արժանահավատ։ Իսկ ինչ վերաբերում որ մենք ուղղակի նստենք ընկերներով որևէ մեկին դատել, նայած ինչ աստիճանի է։ Ասենք հիմա երեխեքան, հա, երեխուտ ասնես տես, այն հարևանի երեխեն գողություն ա արել։ Նայի որ դու էլ գողություն չունես։ Կամ ասենք այն երեխեն քֆուր ա տալիս, նայի որ դու քֆուրով չխոսաս։ Դաստիարակություն է։ Կամ խանգելի աշխատանք է։ Ասում եմ, դատել նա է, երբ որ դու քո ներսում իրան համարում ես քեզնից վատը կամ Ոնտես այն երեխեն ծխում ա, նայի որ դու չծխես։ Դա դատել չի։ Ամեն ինչ գալիս է, ամեն արարքի արժեք գալիս է ներքին բովանդակությունից, թե ինչ նպատակով եւ ինչ մտայնությամբ ես դու դա անում։ Այսինքն երբ որ ինչ որ մեկին նկատողություն ես տալի, դա անում ես, որ ցույց տաս քո առավելությունը իրանի նկատմամբ իրան վիրավորես, թե կարում ես այնպես նկատողություն անես, որ ինքը ուրախանա քո այդ առած նկատողությունից։ Հա։ Իսկ Թուրքիայում աստեղծված չի չարը։ Թուրքին էլ Աստված ստեղծել, բոլոր մարդկանց էլ Աստված է ստեղծել, բայց մարդիկ քանի որ ունեն ազատ կամք, երբեմն այնքան են չարություններ անում, որ իրար դեմ շնամի են դառնում։ Մենք էլ քանի որ մի քանի դարեր շարունակ իրար հետ կռվել ենք, դրա համար այս թուրքը դառել է մեր համար ատելի։ Բայց մենք չպիտի որևէ մեկին ատենք։ Այո։ Բայց այդ բարիշելը պիտի լինի արժանապատ չհարգակացնի։ Իսկ երեխաները քանի տարեկանից պիտի խոստովանում են դեր։ Երբ որ գիտակցում են արդեն հասկանում է իր արարածի հետևանքները ու ինքը շոշափելի տեսնում է որ իր արարածը ունի կամ լավ կամ վատ հետևանք ու դա արդեն ինքը զգում է այդ լավն ու վատը չարն ու բարին բնականաբար լիարժեք չի կարող հասկանալ, բայց Նկատի ունեմ 5 տարեկանը, թե 15 տարեկանը։ Եկեղեցում ընդունված է 7 տարեկանից հետո գործած մեղքերի վրա տենց կենտրոնանալ, փորձել իրան խրատել ու դարձի բան արել, ուղղել, միջև այդ ինքը անգիտակցական մեղքեր է համարվում ու երեխային դրա համար բան չի անում։ Նույնիսկ երբ որ 7 տարեկանում երեխան միջև 7 տարեկանը մահանում է, այդ բանը կա չէ, ժողովրդական ընկալումը, որ հրեշտակ է դառնում, որովհետև ինքը ընտրելու հնարավորությունը լիարժեք չի հասկանում ինչա որ։ Իսկ արարքը մեղք կամ սխալ է համարվում, երբ որ դու ունենում ես ընտրության գիտակցություն ու հնարավորություն։ Այո։ Իհարկե։ Այո։ Ի՞նչ է բարին հաղթում կարաս ասես։ Հա, բայց կարող է չարը ավելի շատ գործեր անի հաղթի, ինչի է, բայց բարին հաղթում վերջում։ Բարի որտեղից է գալիս։ Բարին այդտեղից։ Չէ։ Բարից Աստծուց։ Այո։ Որովհետև Աստված բարի է, Աստված ամեն ինչ ստեղծել ու չարը ընտրության հետևանքով առաջացել ու չարը վերջին հաշվով պարտության է մատնվելու, որովհետև Աստված ավելի ուժեղ է։ Իսկ եթե ասում են բարին մեր ներսում է, ամեն մարդ կարող է ունենա իր բարու պատկերացումը ու տենց բարի չի լինի։ Մենք պետք է այդ բարին ընդունենք մեզնից դուրս, Աստծո մեջ ու փորձենք նմանվել դրան։ Հասկացա՞ր։ Իսկ որ 10 պատվիրանները կարդացի, առաջին անգամ այդ չհասկացա դա ինչ է, հետո որ սկսեցի շատ կարդալ, այդ գիրքը սիրված Աստվածաշունչ պատմություններ գիրքը, այդ սկսեցի շատ կարդալ, ու ասա որ 10 պատվիրաններ, անդադար 10 պատվիրաններ կարդում են, դու մտածեցի որ սա բանը այդ բանը որտեղում այն Մովսեսը այդ մարդու բացակայում է իրան ոսկեցում կատարեցնում են Նորմություններ նպատակով չի կարող լինել։ Նույնը կարող լինի։ Դրա համար ուշացնում է Քրիստոս, ասում երբ որ ողորմություն տակ, մի արեք ի ցույց մարդկանց, այլ ձեր հայրը որ տեսնում է ինչ որ գաղտնի է, հայտնապես կհատուցի։ Այսինքն, եթե երկուսն էլ դրական Թե անվանումը ինքը քայլ է, երբ որ մեկին բարիք ես անում,
քեզնից կտրում տալիս ես։ Ողորմությունը ավելի լայն հասկացողություն է։ Ողորմությունը քո հոգևոր տրամադրվածությունն է, երբ որ դու մի քիչ այսպես ասած նմանվում ես Աստծուն, այսինքն սեր ու խնամք ես տանում մարդկանց հանդեպ։ Աստծո կարևորագույն հատկանիշներից մեկը հենց ողորմած Աստված լինելն է, որ Գրիգոր Նարեկացին ասում է, որ դու ավելի մեծարվում ես այդ ողորմությամբ, քան թե մարդկանց ստեղծելով, այսինքն երբ որ ավերվածը նորոգում ես, դա քեզ ավելի է մեծացնում, ողորմություն ես անում մեր հանդեպ եւ չես հիշում մեր մեղքերը, դա մի տեսակ Աստծո ավելի է հարգել մեզ համար մեծացնում։ Ողորմություն անել նշանակում է ինչ որտեղ նմանվել Աստծուն։ Բարեգործություն կարա մարդը ուղղակի բարեգործություն անի, բայց չհասկանա թե ինչի համար անում, այդ ողորմության տարը մեջը չլինի, զուտ մարդկանց օգնի, այդ արարքները անի, չգիտեմ, փոխտա մարդկանց։ Այսինքն, եթե մեջը վատ նպատակ կա, որ մեկը ողորմություն չի կարող արմարել։ Այո։ Բարեգործությունը կարա։ Որպես այդպեսին, հա, բայց բարեգործությունը էլ չի, ինքը իր էության մեջ, բարի չի։ Սակը ինչ որ թաքնված նպատակ կա, ինքը բարեգործություն էլ չի։ Կարա անալու օգնություն կամ ինչ որ միջոցառում արել է, ինքը հատուկ նպատակներ հետապնդելով, որ իրան գովազդի։ Իսկ Ասա։ Խելացի։ Միանգամից որ Հիսուսը ասեց Ադամին եւ այն բարվող կարամբորը ծառայք սոկտվացի մի ծառայք հուզորենից իրանք չլսեցին աղակավորից հետո ուս եկավ խապեց ասեց կարելի է Աստվածը մասնում է իրանք Աստված չի ուզում որ դուք եք իրանք մասնում դառնանք հետո շենի Գեղեցիկ պատմելուց հետո իրենց հիմնական մեղքը ո՞րն է։ Խանձորից ծաղրել է չարից որ չեն ասել Որ չարի լսել են։ Ապրես, այ որ չեն ասում ներողություն։ Ոչ թե ուտելն է, այլ Աստված իրենց հնարավորություն է տալիս։ Իրենք հա մեղք են գործել, ոնց որ մենք անունով։ Հարցնում ասում է ինչու ես կերել։ Մի անգամից ասում է այն կինը որ դու տվել ես, մի անգամից Աստծուն է մեղադրում, ամել կնոջը։ Կինն էլ ասում է օծն է տվել։ Մեկը մյուսի վրա են գցում մեղքը։ Ոնց որ մենք ամեն օր անում ենք այդ նույն քայլերը։ Երբ որ մի հատ սխալ ենք անում, գալիս մեզ հարցնում են, ես ինչ ես արել, մի անգամից սկսում ենք արքարանալ, չէ՞։ Երբեք չենք ասում մի անգամից աղա ես սխալ եմ արել ներողություն։ Մի անգամից ընկերոջ վրա ենք գցում, պատճառներ ենք որոնում, որ մենք այդ սխալի տակից մի քիչ թեթևացած դուրս գանք։ Իսկ ես չեմ ամենահայս աշխարհի վրա ամենահայտնի մեղքը եւ այո Ադամի Այո։ Անհնազանդությունը։ Որ դու լինել չէի անելու։ Նայած ինքը եթե իր սրտում թեթևություն ազգում, բավարարվի ընդհանրական խոստովանությամբ, բայց ավելի օգտակար է անհատական խոստովանությունը, որը ցավոք հիմա շատ կիրառական չի, բայց կա ամեն դեպքում, եթե չես ամաչում վստահում ես, ավելի լավ է գնաս պատմես միջև վերջը, կոնկրետ այն մեղքը, որը քեզ տանջում է, ու ինքը արդեն իսկ երբ որ դու ասում ես քեզնից դուրս է գալիս, 50%-ը այսպես ասած կատարվում է ներքին խաղաղության, մնացածը արդեն քահանան ուղղորդում է ինչպես հաղթահարես այդ մեղքը։ Բայց ընդհանրական խոստովանության ժամանակ էլ մի տեսակ այնքան մանրամասնագրված բոլոր մեղքերը, որ գրեթե 90%-ով մեր գործածները դրա մեջ կա։ Եվ եթե մենք իրապես ունենում ենք այդ զղջումը ու թողությունները ստանում ենք քահանայից ու դրանից հետո փորձում ենք հնարավորինս չգործել, ինքը էլի ունենում է բարերար ազդեցություն։ Դու Աստծո հետ կանոնական հարաբերության մեջ էլ կարողանում ես ինքդ հաղթահարել, նաև հավատալով, որ արդեն թողություն ստացել ես իշխանություն ունեցող հոգևորականի կողմից։ Բայց դեպքեր ալնում, որ անպայման ուզում ես միջև վերջ կիսվես։ Իսկ կարող եմ ասել, իսկ 10-րդ մեղքը եղել է, որ հայրիկ որ պատվանը չնշում, որն է երեխա, մեկը մազերով ալինում, Հակոբի եւ Իսահակը ես հայրիկը ունեցել Իսահակի երեխաները Հակոբն ու Եսավը Հակոբն ու Եսավը Իսահակը
Բայց այդ մեղք չէ, 10-րդ մեղք չէ։ Այդ ուղղակի բաներ արել էլի։ Համ մեղք է, համ մեղք չէ։ Գիտես ինչ ա եղել թե։ Երբ որ Եսավը չի հասկանում իրեն տրված շնորհը, այդ որ սկզբից մենք խոսացինք, ում որ ունի, իրան կտրվի, ով չունի կվերցրի։ Այսինքն ինքը չի գնահատում իր անդրանիկ լինելու շնորհը, չի հասկանում, որ դա կարևոր է իրենց այդ ընտանեկան կյանքում, իրենց ցեղը շարունակելու պատիվը իրեն է տրվում, նաև Աստծո խոստումը իր միջոցով է կատարվելու։ Եթե այդքան ինքը չի հասկանում ու մի աման ճաշի դիմաց ասում է, ես իմ անդրանիկությունը տալիս եմ քեզ Հակոբ ջան։ Ու դրա համար իրանից վերցվում է, տրվում է Հակոբին։ Ճիշտ է, դե Հակոբը էլի մի քիչ խորամանկություն է անում, բայց վերջին հաշվով ինքը գնահատում է ու շատ մեծ կարևորություն է տալիս որ ժառանգ լինելու եւ Աստծո օգնությունը ստանալու այդ շնորհին։ Բայց այդ որ Եսավի սովորական Հակոբը Բայց ինչի Եսավին չներվեց։ Ասում են, չէ, չներվող մեղք չկա, մենակ Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը։ Երևի հենց Սուրբ Հոգու դեմ հայհոյություն մենք անվանում ենք այն մեղքերը, որ գիտակցաբար ես դու գործում, իմանալով որ սխալ է ու տենց ես անում, իմանալով Աստծո կամքը որն է ու հակառակ ես գնում, դա է համարվում Սուրբ Հոգու դեմ հայհոյություն, երևի հենց դրա համար, որ ինքը գիտե թե ինչից է զրկվում, ինչն է տալիս այդ բանը։ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Երիցի անուն քո, եկես Ձեր արքայություն քո, երեցին կամ քո, որպես եկինս երկրի, ըսած մեր անապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մեր թողունք մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկեած մեզի չարե, Զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա պահպանյա առաջիկացյալ հավատավոր ժողովուրդս քո, ընդհովանյալ սուրբ եւ պատվական խաչի վտկոյի խաղաղության, հրկյա հերևելի եւ հաներևույթ թշնամյաց, արժանավորյա գոհության փառավորել ըստ քեզ ընդհոր եւ ընսուրբ հոգույթ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, Օրհնյալ եղերոքի շնորհացուրբ հոգուն, երթայքի խաղաղություն եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդամենեսյանս։